քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց կանդրադառնանք, եւ այսպես Նիկոլ Փաշինյանի մոտ իրապես ջղացություններ են նկատվում, պայմանավորված ըստ էության այն իրական պատկերին, ինչի ինքը առերեսվում է, որ տոտալ ըստ էության մերժում ունի ինքը եւ ընտրությունները մոտ են։ Մենք տեսանք ազգային ժողովում ինչպես էր բղավում նեզրկելու է Սամվել Կարապետյանին, այսօր էլ ուրիշ գոռոցներ։ Այս ամենը ինչի դրսևորում է, բանը հասել է նրան, որ իրենք արդեն մինչև անգամ կանանց են բերման ենթարկում։ Այս պայն հակակոռուպցիոն դատարան 14 անձի է բերման ենթարկել։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Հողատու իշխանությունը, դավաճան իշխանությունը չի կարող հայ ժողովրդի մեջ ունենալ վարկանիշ եւ շարունակել իր կառավարումը։ Մենք հիմա տեսնում ենք, որ մարզեր Նիկոլ Փաշինյանի այցելությունները ինչպես են անցնում։ Երեք համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ ազգությամբ ԵԶԴ տիկինը Նիկոլ Փաշինյանին ուղիղ հարց տվեց. 8 տարի դուք իշխանության էիք, հիմա եկել եք իրենց նոր տարին շնորհավորելու, որ ինչ անեք, եկել եք, որովհետև առջևում ընտրություններ են։ Ինչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ դե գիտեք, ինձ չեն հրավիրել, ես եկել եմ։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյան, երբ որ դուք մտնում եք եկեղեցի պատարագի ժամին, այդ խժդժությունը իրականացնում եք, սադրում եք, ով է ձեզ հրավիրել մտնել ու սադրել։ Ինչ է նշանակում ինձ չեն հրավիրել։ Կամ մարզերից մեկում տիկինը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ ասաց. մենք ընտանիքում 10 անդամ ունենք եւ որևէ մեկը ձեզ չի ընտրելու։ Մենք այս ընթացքում շատ ենք տեսնում Նիկոլ Փաշինյանի արածի հետևանքները, ինչպես են մարդիկ շպրտում հենց իր ճակատին։ Հայաստանում չեմ ասում, որ Հայաստանի նախկին ղեկավարները չգիտես ինչեր են արել, բայց որևէ ղեկավար այսպես չի արժանացել ժողովրդին, ժողովուրդը այսպես կոպիտ եմ ասում, չի թքել նրա երեսին, ինչպես դա հիմա է արվում։ Մենք ամեն տեղ տեսնում ենք, գնացել էր կարծեմ Տավուշի մարզ, չէ, ինչ էին ասում էին հայ-ռուսական հարաբերությունները այնպես է ապականել, այնտեղից տուն տեղ թողել ենք, որտեղ այդ մարդկանց ասում են, դե գնացեք ձեր երկիր, ձեր ղեկավարը ամենահզորն է, ձեզ կպահի, դե գնացեք ու ապրեք։ Ամեն ինչ ապականել է, հիմա էլ դուք ասում եք կանանց է ձերբակալում, ինձ թվում է, թե իրենց այդ ֆիկտիվնի բաժանությունից հետո իր մեջ այդ ատելությունը կանանց հանդեպ ոնց որ գնալով մեծանում է, դրա համար կամ էլ, չգիտեմ, ուժը այս պահին հենց կանանց վրա է պատում, Փաշինյանական արդարադատության, դրա համար էլ իրենք փորձում են կանանցով, դե գիտեմ, որ կանայք նաև իրենց բնավորությամբ համառ են շատ, այդպես փորձում են նաև կանանց ձերբակալություններով վախի մթնոլորտ ստեղծեն, դա կապված է նաև այդ հանրահավաքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը տեսավ, չէ, ինքը նույնիսկ բռնությամբ չի կարողանա նման հանրահավաք իրականացնել, ինքը բռնությամբ այսօր քանի հոգի է ձերբակալել, 14, 10, բռնությամբ ինքը չի կարա նույնիսկ այդքան մարդ բերման ենթարկի, այսօր ինքը 14-15 հոգուն է կարողացել բերման ենթարկել բռնությամբ, սա է այս իշխանության ողջ ողբերգությունն ու ողջ թշվառությունը եւ սուտ ասելով ասենք ամիս ու կես էլ սուտ ասեն, հետո ինչ է սպասվում մեզ։ Ես քիչ առաջ այստեղ լսում էի Արմենուհի Գյուրեղյանին, մի քիչ ավելի շուտ էի եկել, թվեր հրապարակեց, որոնք ամբողջությամբ մերկացնում են Նիկոլ Փաշինյանի կառավարության սուտը, կեղծիքը, որի ավարտը լինելու է հունիսի 7-ը։ Տեսեք, զավեշտալի է, սիրելի ժողովուրդ, սրանք ասում են 300-ից 1-ը, 300-ից 6-ը, 300-ից 1-ը, չգիտես, դպրոց ու մանկապարտեզ են կառուցում, պարզվում է, այս մարդիկ անգամ
նախկին իշխանության սարքած վերանորոգած դպրոցները, որոնք ասենք ավարտվել են մեկը 18 թվին, մեկը 19 թվին սկսվել է 16-ին եւ բերես sense կարել են, սարքել են մի հատ շարան, ասում են մենք ենք արել։ Դուք գողերի, սուտասաների իշխանություն եք, դուք կարողանում եք բյուջեից գողանալ պարգևավճարի տեսքով ու տալ ձեզ, ինչ էր ասում, չէ, պարգևավճար ենք տալիս, որովհետև շատ լավ են աշխատել։ Բա որ լավ են աշխատել, ինչու ես գնում նոյեմբերյանից մի բուռ հող վերցնում տալիս համայնքին, ասում ես, այ տեսեք, հատիկ առ հատիկ հետ բերեցինք այդ հողը։ Բա ուր էր գոռում եք, թալանել են, տարել են, ինչքանն եք հետ բերել։ Բա այդ հետ բերելու համար ասում եք պարգևավճար լավ են աշխատում։ Ո՞րն է իրենց լավ աշխատանքը։ Ես այստեղ թվեր լսեցի, որոնք իսկապես սիրելի տատիկներ ու պապիկներ, հատկապես սա ձեզ է վերաբերում։ Հունիսի 7-ից հետո դուք ոչ միայն չեք ունենա անվճար առողջապահություն, դուք ձեր այն անվճար տրվող դեղերը գնալու եք փողով գնեք։ Այն որ պոլիկլինիկաներում ոչինչ մի քիչ ժամկետ անց դեղեր են լինում, ուրիշ երկրներից արդեն ժամկետին մոտ սենց բերում, սաղցնում են ձեր վրա, որ ասենք 4-շաբթի տարակ 5 շաբթի օր էլ այլևս դրանք ժամկետի մեջ չեն, դուք այդ դեղերը փողով եք առնելու։ Այդ դեղերի համար դուք վճարելու եք, որովհետև փաստորեն այս Փաշինյանի իշխանությունը անգամ պահուստային ֆոնդի գումարներն է արդեն առաջին եռամսյակում ծախսել առողջապահության անվճար ապահովագրության վրա ու անվճար դեղերի վրա, չհաշված, որ բոլորի ընտանիքների վրա էլ հարկատեսակ է ավելացրել ու ասում է, թե այս հարկերով պիտի գնում, գյուղեր էլ գնում, ասում է, օգտվում եք դրանից, լավ է, դուք ինչ կապ ունեք ընդհանրապես դրա հետ, ձեր կապը որն է դրա հետ, ձեր կապը Ադրբեջանի հետ կեղծ խաղաղության պայմանագիրն է, դուք ես հիմա ուզում եմ ձեզ ասել, սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մի իշխանավոր է Հայաստանում, որը Հայաստանին այլ ընտրանք չի թողել, մեզ կապ պետք է լինի կամ Ադրբեջանը, կամ Թուրքիան, հետևաբար մենք պետք է հիմա բոլորս փորձենք հասկանալ, մենք կարող ենք թուրքերի լծի տակ ապրել, թե ոչ, կամ ադրբեջանցիների լծի տակ կարող ենք ապրել, թե ոչ, այսպես մի գոռալով բան, տեսեք, մենք արդեն Թուրքիայից բերում ենք այդ թուրքերը ձեզ արդեն 5 միլիոն դոլարի, դուք այդքան փող եք ուղարկել Ադրբեջան, Թուրքիա չէ, Ադրբեջան եք ուղարկել, 5 չէ, 5 միլիոն մոտ 700,000 դոլար փող եք ուղարկել Ադրբեջան, նրանք էլ ձեզ ասում են, այս անասնակերը տարեք, բերում եք այդ անասնակերը, այն Պապոյան ասում էր, ես դրա հացը կերել եմ, բերում եք ու ուտում եք, փորձում եք նաև ասա ժողովուրդ, էսա մեր ունեցածը, կուտեք կերեք, չեք ուտի, մի կերեք, ես այստեղ երեկվանից շրջանառում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանից է ապրանք ներկրել $960, ես կարծում եմ, որ այդ ներկրած ապրանքը եղել է Էրեբունի կոնյակ, ասենք մի 20 տարվա կամ 30 տարվա, դե մի քիչ ավելի բարձր տարիքը $2000 արժի $960 չի, մի հատ կոնյակ, երևի մեկը իր հետ այդ քաղաքասարակություն բան են գնում էս են, չէ, երևի դե մաքսազերծվել է, այդքան է գնահատվել, դա էլ ներկրման արժեքն է, կոնյակ են նվեր տարել, ես չգիտեմ, ադրբեջանական լրատվամիջոցները համենայն դեպս ասում են, որ $960 ներկրում է եղել Հայաստանց, այս ամբողջ պատկերը դուք արդեն մոտ $6 միլիոն տվել եք Բաքվին, որ ինչ անի, որ վաղը հաթաթ մտնի բոլորի տները, Ալիևը հաթաթ մտնի բոլորի տները, այս սրա համար է այս Նիկոլի խաղաղություն, ես հիմա նախ ցավակցում եմ մեր զինվորի ընտանիքին, մեր ցավակցություններն եմ փոխանցում այդ ընտանիքին եւ տեսնում եք, չէ, հերթական մահ, ես չեմ էլ կարող ասել այդ խաղաղության նախաստորագրումից հետո մենք պարբերաբար լսում ենք մահ բանակում, որևէ մեկ այն աղմուկ, աղաղակ ասում էին, վայ, բանակում մահը ցավալի բան է, յուրաքանչյուր զինվորի մահ դատապարտելի է եւ խոսում է իշխանության անգործության մասին այդ առումով։
Հիմա մենք ամեն շաբաթ ականատես ենք լինում ավտովթար մահ բանակի հետ կապված։ Եվ ինչ, ով է դրա համար պատասխան տալու։ Ինչու է բանակում այս իրավիճակը։ Ինչ է կատարվում մեր բանակում։ Ընդհանրապես բանակում այնինչ այսօր կատարվում է, դա լացելու է, որովհետև ես չեմ ասում, ԿՊ-ական պատգամավոր Նիկոլի համար երկար ժամանակ ամիսներ շիշ բռնած, որ ջուրը տար խմեր, պատգամավորն է ասում է, որ այս իշխանությունը բանակի թիվը 44,000-ից բանակի թիվը հասել է 14,000-ի։ Սա ինչի մասին է խոսում։ Եթե հետ գնամ պատմության ակունքներ, Նիկոլ Փաշինյանը հետ է վերադառնում Ալեքսանդրոպոլի պայմանագրին։ Այն ժամանակ ինչ էին ասում Ալեքսանդրոպոլի պայմանագրով, ասում էին, որ պետք է Հայաստանը ունենա 1500 զինվոր, 8 թնդանոթ, 20 գնդացիր եւ արտաքին ու ներքին մարտահրավերների դեպքում էլ Թուրքիան պիտի գա ու անվտանգությունը ապահովի։ Հիմա դե Թուրքիայում բազմիցս խոսվել է Ադրբեջանում, չէ, որ պետք է ապառազմականացվի Հայաստանի բանակը, եւ հիմա մենք այդ թիվը ադրբեջանական 100,000-անոց բանակի դեմ նույն Ալեքսանդրոպոլի իրավիճակն է, թեպետ հիմա մենք տեսնում ենք, որ բանակում չծառայողների թիվը ծառայողների թվի համեմատ 60%-ով կրճատվել է, 60%-ով ավել են չծառայողները, քան ծառայողները։ Սա խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կետ առ կետ իրականացնում է Ալիևի պահանջները։ Դրա համար էր Ալեն Սիմոնյանը կանգնում ասում, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Ովքեր պատմություն մի քիչ գիտեն, կարդացել են, կհասկանան ինչ էր նշանակում Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, եւ լավ է պայմանագրի կնքում ստորագրումից ժամ առաջ այդ խորհրդային միության կարգեր հաստատվեցին եւ այդ պայմանագիրը իջիկ դարձավ։ Հիմա դրա համար են Ռուսաստանին ամեն կերպ փորձում տարածաշրջանից հանել եւ կհիշեք, չէ՞, մինչև այս վերջերս կաթողիկոսը ռուսական ագենտ էր, կաթողիկոսի եղբայրը ռուսական ագենտ էր, Ռուսաստանի որպես մեր դաշնակցի Հայաստանին ձեռք մեկնած եւ ի վերջո 3 միլիոն հայություն է ապրում Ռուսաստանում ռուսական տրանսֆերտներով, այստեղ նաեւ իրենց ընտանիքներն են ապրում, Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու մասին խոսողներին ասում են ռուսաստրուկ ու ռուսա ագենտ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ասում է նրանք ովքեր կխաթարեն հայ-ռուսական հարաբերությունները, նրանք ինաստրանի ագենտներ են։ Բա Ալեն Սիմոնյանը մինչև երեք ասում էր մեզ ԵԱՏՄ-ն թողել է փորձեն գազը թանկացնեն, ընես դուրս կգանք ԵԱՏՄ-ից, աչքները բաց կմնա։ Բա Նիկոլ Փաշինյան, որ ռուսական սահմանապահներին մաքրելով գալիս է իր, բա չէ իր խաթարում հայ-ռուսական հարաբերությունները, թե հիմա տեսակ, որ ռուսները ասեցին հայկական Պրոշյանի կոնյակը Ռուսաստան չի մտնելու։ Հայկական ջերմուկը արդեն այդ գործը նորից վերաբացվել է, Ռուսաստան չի մտնելու։ Հայկական ծաղիկը, որ այս տասնյակ ձեռնարկատերեր, ջերմոցատերեր, այս պահին սպասում է, որ Ռուսաստան իրենց ծաղիկը արտահանեն։ Ասում է, որ ծաղիկն էլ հնարավոր է թույլ չտա արտահանվի։ Բա այդ բունտին ստեղ ներքին ո՞նց է դիմակայելու, Բաքվին է կապավինելու։ Բա որ Ալեն Սիմոնյանը խոսում էր, այդ հակառուսական հայտարարությունները անում էր։ Հիմա ես չեմ հասկանում, Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին կարգեց ինաստրանի ագենտ։ Ես չեմ հասկանում։ Նիկոլ Փաշինյանի թիմը Արամ Սարգսյանին կարգեց ինաստրանի ագենտ։ Ում է կարգում սա ինաստրանի ագենտ։ Ում ես կարգում։ Չէ՞ որ քո թիմը այնքան ռուսատյացություն է տարածել Հայաստանում, հիմա ում հետ խոսում ես, ասում է, բա հո ռուսական լծի տակ չենք մնա։ Գնացեք թուրքական լծի տակ մնացեք։ Փորձեք ունենալ ճիշտ ղեկավար, ով կհասկանա մեր երկրի անվտանգությունից, ով կգնահատի այս երկրի անվտանգությունը, բանակը, ու իր թիվ 1 ապավենը անվտանգության կլինի հայ զինվորը, սպան ու բանակը, զարգացրեք տնտեսությունը
ու մի մտեք ոչ նրատակ հարաբերություններ ձևավորեք, թե չէ եկել եք Ադրբեջանից անասնակերը բերում, ուտում եք ու անասունի պես հրճվում եք, ասում եք բանա, այսքան բերեցինք, այսքան վագոն էլ մտավ ստեղ։ Եվ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս օրերին ամեն ժամ ես այդ ընկճախտը զգում եմ, ամեն ժամ կլինեն բոլոր քաղաքական ուժերն էլ պիտի պատրաստ լինեն, որ կլինեն ձերբակալություններ, որևէ մեկը չի ասենք կարող ասեն դու բանա պատերազմի մասին խոսեցիր ձերբակալված ես, այն մեկը խոսեց, չգիտեմ, Ալիևից ձերբակալված է, այն մեկը խոսեց Էրդողանից, հնարավոր է, չէ՞։ Ես երեք լսում եմ Փաշինյանը մի այդ ինչա խմբակցության քարտուղարը, ինչա Արթուր Հովհաննիսյան կա, ես դրանց ոչ դեմքով, ոչ անուններով չգիտեմ, ուղղակի լսում եմ, ասում է, այ որ կաշառք բաժանեն, կաշառք SS այն ուժերը, հիմա դիմում եմ քեզ երիտասարդ։ Բա Էջմիածնի ընտրություններում վաղ շաբաթ խոշորացված, առաջին կաշառք բաժանողը դուք էիք։ Այն Գեղակերտի դպրոցի տնօրենը, որ բարեգործության անվան տակ կաշառք էր բաժանում, դուք էլ վայ իբր ձերբակալել ենք տարակ դրիկ տունը, ես հիմա վստահ եմ, ինքը այն ցուցակը, որ մի քանի էջանոց ձեռքին կար, այդ ցուցակը այս ընթացքում բաժանել է արդեն հունիսի 7-ի համար։ Եթե չի բաժանել, զանգել եմ մարզպետարան, չեմ պատասխանել, զանգել եմ քաղաքապետարան, վաղ շաբաթի չեմ։ Ուզում եմ հասկանամ, երեք իմացա, որ այդ կինը բան ասենց նոր թափով լցվել է դպրոցի տնօրենի գործին նորից իրա, բայց այդ կաշառք բաժանողին ինչի չտեսանք մի հատ ծեփեիք ասֆալտին, մենք ես եմ չէ մտել իր տուն, ես եմ տեսել թե ինչպես էր այդ ցուցակը ձեռքին, այդ կոշիկ շորերը սենց բան արած, ասում էր բաժանում եմ, լավ եմ անում։ Բա մի հատ ծեփեիք գետնին, տեսնեինք ոնց ծեփվեց գետնին։ Առաջին կաշառք բաժանողը դուք եք, առաջին ընտրակեղծարարը դուք եք, երեք են կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահ ասենց կմկմալով խոսում էր մեր դասընթացները, մեր էս ինչերը, մեր են ինչերը, մենք տեսանք դուք վաղ շաբաթում նախարարով, փոխնախարարով լծվել եք, դռնեդուր խնդրում եք, որ ձեր լծակները օգտագործելով, հələ ձեր լծակները մի օգտագործեք, այդ շրջիկ խմբով գնում եք այս մարզ, այն մարզ, որտեղ այդ շրջիկ խմբից դուրս երեք ես այն համահայկական ճակատկուսակցության քաղաքորդի անդամին ազգությամբ եզդի կնոջ այն բանը իր հետ այդ բանը խնդրում էր, քույրիկ ջան, մեր տոննա մի խանգարեք։ Լավ եք մտածում, որ ձեր տոննա չխանգարեք, բայց ձեր տոննա թողեք մարդիկ հալալ իրենց տոնը անեին, ինչի եք բերել, որ 8 տարի չեր եկել, ինչա եզդիները նոր տարի չեն արել, նա էլ ասում ամենամեծ վստահության քվեն են տվել, դե կտեսնենք հիմա այդ վստահության քվեն եզդիների կստանաք, թե չէ կստանա, եթե իհարկե տվել են, էլի ես խիստ կասկածում եմ դրանում, Ես եթե թույլ տակ ես մի թեմայից էլ խոսեմ, հետո ձեր հարցը պատասխանեմ ձեր հարցին։ Նախ ուզում եմ դիմել Փաշինյանական իշխանությանը, մեր հարկու տուրքով, մեր փողերով, ձեռք բերված տրանսպորտային միջոցներում մարդիկ կարող են նստել, գնալ ակետից բեկետ։ Տիգրան Ավինյան, եթե դուք կարծում եք, որ Երևանի բնակիչը բեռ է ձեր ուսին, ձեր ուսերը թոթափեք ուրեմն։ Այ դուք ԿՊ-ական իշխանություն բեռ եք ողջ հայ հասարակության ուսերին։ Դուք մեզանից ստանում եք, մեր անվան դիմաց բաժանում եք, մեր անվան դիմաց ձեր փորձում եք վարկանիշ ձեռք բերել, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանին եմ դիմում, այդ որ ուզում եք ապրիլի 19-ին ավտոերթով գնալ Գյումրի
եւ ճանապարհին էլ կանգնել, ցույց տալ Գյումրի աշտարակ ճանապարհահատվածը, ես ձեզ հորդորում եմ, եկեք ձեր ավտոերթը սկսեք Արգավանդից հարավարևմտյան թաղամաս հատվող ճանապարհից։ Չէ՞ որ այդ ճանապարհը եւս հյուսիս-հարավ ճանապարհի մի հատված է։ Այդ ինչպես եղավ Նիկոլ Փաշինյան, որ Կիրանցում դուք այդքան տներ կարողացաք այսպես վաճառել ադրբեջանցիներին, հա տվեցիք, չէ՞, դուք տվեցիք այդ մարդկանց ասիք, ձեր տունը գնահատում ենք այսքան $100,000, եկեք ձեր 100,000-ը տարեք։ Այդ ինչպես եղավ Կիրանցում, որ պետք էր Բաքվին արագ այդ հարցը լուծեցիք, դուք 8 տարի այդ 2.5 կիլոմետր հատվածը չեք կարողանում այնտեղ մի մարդու հետ լեզու գտնել, տալ պատշաճ գումար այդ մարդուն եւ ճանապարհը ավարտին հասցնել։ Այդ ինչպես է Բաքվին տալուց այտենց արագ ոչ մի բանի առաջ չկանգնեցիք, հիմա այստեղ որ պետք է ճանապարհը ավարտին հասցնեք ու մեր համար այդ անհարմարությունը վերացնեք, դուք դա չեք անում։ Այդ ինչպես է չեք անում։ Մի հատ որ Ալիևի հետ գնում հանդիպում եք, հարցրեք, ասեք վերջին 8 տարում քանի կիլոմետր եւ ինչ տնտեսական լուրջ ճանապարհներ եք գցել ձեր երկրում։ Վերցրել եք 10 տարվա կիսատ հյուսիս հարավը 8 տարի էլ դուք եք թաղել, հիմա ոնց կլինի աշտարակ Գյումրի ճանապարհը, ոնց կլինի։ Ասում եմ, հյուսիս-հարավ ճանապարհը, որը կարող էր զարկ տալ Հայաստանի տնտեսությանը, Նիկոլ Փաշինյան, դուք միտումնավոր դա ավարտին չհասցրեցիք։ Դա պետք է հասցներ Սերժ Սարգսյանը չարեց, դա պետք է հասցնեիք դուք չարեցիք, որովհետև այդտեղ ասում եմ, կամ փողեր, կան ատկատներ եւ կամ որևէ մեկին ձեռք չի տալիս, որ Հայաստանի տնտեսությունը իր զարգացումը ապրի։ Ես ձեզ հորդորում եմ, ապրիլի 19-ին այդ ավտոերթը սկսեք Արգավանդից մտնող մինչև Սիլիկյան խճուղի։ Ես այդ օրը երթով, քայլքով գնալու եմ, հաթաթ երևանցիներին ցույց եմ տալիս քո 8 տարվա աշխատանքի ողջ պերճանքն ու թշվառությունը։ Ես պետք է ցույց տամ, թե դուք ինչ աղբանոցի եք վերածել մի ամբողջ թաղամասի ճանապարհահատված։ Հետն էլ ասում են, սրանք բեռ են մեր վրա։ Բեռնել եք, բեռնակիրնել եք։ Եվ ընդհանրապես Տիգրան Ավինյան, քեզ հորդորում եմ, դու եւ քո հայրը ձեր չափի մեջ մնաք ժողովրդի հետ խոսելուց։ Սա ձեր արդարադատությունն է, գալու է նաև մեր արդարադատության ժամանակը։ Մենք հիմա չենք դիմում դատարաններ, բայց գալու է նաև մեր արդարադատության ժամանակը։ Հերդ համբալ ասում, դուք բեռ եք ասում, բա որ հարկ չվճարեն դուք ուր եք թռնելու ընդհանրապես։ Թե այս մարդկանց հաշվին դարել եք փողատերեր, օրինակ կարող ես մի հատ այդ ցույց տալ էլի, մի հատ թափանցիկություն լինի, տեսնեմ Տիգրան Ավինյան, մայրդ որտեղից դարավ այդ կես միլիոնանոց բնակարանին ու կես միլիոն չի $300,000 բնակարանի սեփականա, այդ ոնց դարավ, բա մեր մայրերը ինչի չեն դառնում։ Մենք էլ բեռ ենք, հա ձերուս, այս ժողովուրդն էլ բեռա ձերուսերին։ Ամբողջ Երևանը միտումնավոր լարվածության մեջ են պահում, ամբողջ մայրաքաղաքը, աշխարհում չկա սենց երկիր։ Ասում է բարեփոխել ենք, վճարեք, որտեղ է բարեփոխումը, որ կես ժամ սպասում են մի ավտոբուսի ժամ ու կես էլ տեղ են հասնում։ Դա է քո բարեփոխումը, ասում է դեղին լույսի տակ չեն կանգնում, շատ են կանգնում, քանի մոստ եք կառուցել Երևանում, ամեն օր աճող ավտոմեքենաներով բեռնված մայրաքաղաքում քանի մոստ եք կառուցել, քանի բեռնաթափող մոստեր ու էստակադաներ եք կառուցել։ Ժողովրդի գրպան մտնելուց բացի ուրիշ բան չգիտեն։ Դրա համար եմ ասում, սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ը մոտ է։ Մի կողմ թողնեք, թե սրանք ինչ են, խեղճ տատիկ ասում էր Նիկոլ, եթե բաղնիքս չսարքես, գալու եմ քո տանը լողանամ։ Մենք այսօր այդպիսի տատիկներ իրականում շատ ունենք, շատ ունենք, որոնք են կիպիցելնիկի դարում են ապրում։ Մի թողեք սրանք գան մեզ թողել են երկու ընտրություն, Ադրբեջան կամ Թուրքիա,
Հունիսի 7-ը մեր բոլորի համար կարևոր է լինելու։ Այդ քվյախցի մեջ մտնելուց տակը աղբի աման են դրել իրենք։ Գիտեմ, որ այդ քվյաթերթիկների մեջ աղբ կա, պիտի նետեք այդ աղբի մեջ։ Տվեք ձեր հարցը։ Եվ Աղինյանից խոսեցիք, ես կուզեմ այս պատկերը նայեմ։ Չեմ անում։ Նայեք, լստել է, չեմ անում։ Ինչ են անում, այս պրոկե սակել են, գիշերվա հազարի, ասվալտ են անում մարդիկ, նայեք, ասվալտ։ Գի այս անձրևին ասվալտ, նայեք, հլը ջուրը նայեք մեջի։ Մարդիկ ջրի մեջ ասվալտ են անում։ Դե տեսեք, նորմալ երկրում Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարը, Տիգրան Ավինյանի նման ղեկավարը արդեն պիտի 10 անգամ դատված լինեին։ 10 անգամ պիտի դատված լինեին, նորմալ երկրում։ Ասենք, ես շրջում եմ, ես եղել եմ տարբեր երկրներում, նույնիսկ հարևան Վրաստանում, երբեք նման թշնամական վերաբերմունք սեփական ժողովրդից հավաքագրված գումարների հանդեպ չեք տեսնի։ Քերթելով, բոլորի կաշին քերթելով տանում են, բոլորի կաշին, անցած օրը դուք կհիշեք, այն մարդը, որ ասես դիմակ չկրելու համար 3 անգամ տուգանվել եմ, հիմա հարկադիրում եմ։ Տեսեք, անցել է 5 տարի, չէ, մարդը դեռ հարկադիրում է։ Նայել ասում է, ոնց, ինչի դուք չգիտեք, որ դուք այս ժողովրդին սարքել եք տուգանքի ու քերթելու մատերիալ։ Այս է այդ պատկերն է, ինչքան կարող է իշխանությունը չսիրել իր ժողովրդին, որ ժողովրդի, որ յուրաքանչյուրի տան մեծի բերանի հացը, երեխայի բերանի հացը կտրի, տանի ու այստեղ մսխի։ Ես հասկանում եմ ասֆալտից, կհիշեք, Նիկոլ Փաշինյանն ասում էր, ասֆալտ է, այո, մենք շատ լավ գիտենք, որ բոլոր իշխանությունների օրոքել ասֆալտի միջի ատկատը ամենաշատն է եղել, բայց այսպիսի բան, այսպիսի խայտառակություն, ասում էր 60%-ը Երևանի կանաչապատման մենք ենք կանաչապատել։ Երեք դուրս եմ եկել մի թաղամասում մայրաքաղաքի, որտեղ 25 տարուց ավել ապրում եմ, դուրս եմ եկել շրջում եմ։ Մի կանաչապատումը արվել է Զատիկյանի, մեծ կանաչապատում, երջանկայիշատակ Զատիկյանի օրոք է արվել, կանաչապատված մի հատվածը արվել է մասնավորի կողմից, մեծ հսկայական այգի է կառուցվել, փնտրում եմ սրանց արված կանաչապատումը, որը 60% ասում է, ոչ մի բոլոր իշխանությունների օրոք միասին, այսպիսի կանաչապատում չի արվել, երևի ինքը նկատի ունի, որ հսկա լավ բարդիները կտրտեց Երևանում, բերեց մի քանի հատ Սակուրա տնկեց, նկատի ունի այդ իրա կանաչապատումն է, բակեր, խաղահրապարակներ, բերում եք այդ, չգիտեմ, որ երկրի արտադրանքն է, երեխաների համար ինչ-որ բաներ են դնում, 4 օր հետո կոտրվում է, 4-5 օր, մի շաբաթ հետո կոտրվում է, բայց փողը դուրս է գրվել, ես չգիտեմ, տենդերով, ինչով, ով ինչքան է վճարվել, 5 օր հետո տեսնում ես կոտրված է այդ խաղահրապարակը։ Չեք հասցնում լենտը կտրել, արդեն ապականված է ձեր արած գործը, ձեր հետևից պիտի որոշել եմ, մյուս շաբաթվանից ամեն օր ներկայացնելու եմ ձեր արած գործերի հետևանքները, այն որ ուզում ես ասես դե լավ, այն երկաթից խաղահրապարակը էլի ճիշտ է ամառը տաքանում էր, երեխաները սղալ չէին կարողանում, բայց ձեր դրած այսօր դնում եք մի շաբաթ հետո ճաքը տալիս է, երեխեք գալի դմ այդ ճակի մեջ են մտնում, իսկը ձեր սարկած ասֆալտը։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունը դարձել է փողատեր, հասկացել է իշխանության համը, հոտը, ու նաև հասկանում եմ, որ այս իշխանությունը վախենում է կորցնելուց իշխանությունը, որովհետև գիտեն, որ իրենց արված հանցագործությունների համար անգամ ցմա ազատազրկումը իրենց չի փրկի, շատ բան եմ հասկանում, բայց մենք պարտավոր չենք ձեր վախերի համար պատասխան տալ, դուք պիտի գնաք,
դուք ուրիշ ելք չունեք։ Դուք ուղակի պիտի գնաք։ Ում եք ուզում հրճակեք, չգիտեմ, ագենտ, ում եք ուզում հրճակեք պատերազմ հրահրող, ում եք ուզում հրճակեք, չգիտես ինչ, դուք պիտի գնաք, որովհետև ագենտն էլ է այս իշխանությունը, պատերազմ հրահրողն էլ է այս իշխանությունը, փողեր ուտողն էլ է այս իշխանությունը։ Սիրելի ժողովուրդ, մեզ հարկավոր է սթափվել, հարկավոր է լուրջ մտածել եւ հասկանալ, ինչ է մեզ այսօր հարկավոր։ Ամեն ինչից զատ մեզ հարկավոր է անվտանգություն։ Ունենք այդ անվտանգությունը, ոչ թե այս կեղծ, այն ինչ է ասում Ալեքսանդրոպոլի նախաստորագրած պայմանագիրը, ես դրա անունը դնելու եմ Ալեքսանդրոպոլի պայմանագիր, որովհետև երբ որ դու կազմաքանդում ես բանակը, մնացել է Ալիևը քեզ ասի, բանա, ձեզ պետքա 8 հատ ռագատկա, 10 հատ բան են, որսորդական հրացան, մնացել է այդ թվերը ասի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է Ալեքսանդրոպոլի պայմանագրի նախաստորագրած այդ պայմանագիրն է։ Այսքան գնդացիր, այսքան էս, այսքան են։ Հիմա 28-ին ինչ եք ցույց տալու, ինչ չեք ցույց տալու, այն ժամանակ էլ Տոնոյան Դավիթի հետ բերել եք այն ինչ էր, հետո ասացիք այդ Իսկանդերի էս ինչը չէր աշխատում։ Կամ այն մի բանը պուլտը նրա ձեռքին էր, մեր ձեռքին չէր։ Հիմա այդտեղ շատ բաներ եք բերել, որի պուլտը ձեր ձեռքին չի։ Երևի պուլտը տվել եք, չգիտեմ ում է, չասեմ, ժամանակը կգաք, երևա պուլտը ում ձեռքին է։ Դուք ինձնից լավ գիտեք ում ձեռքին եք տվել պուլտը։ Դրա համար եմ ասում։ Սիրելի տատիկ, պապիկներ, քույրեր ու եղբայրներ։ Իմ սիրելի Հայաստանում ապրող ժողովուրդ, Սփյուռքում ապրող ժողովուրդ։ Հայաստանի համար հունիսի 7-ի ընտրությունները շատ կարևոր են լինելու։ Տեսեք, սա տեսավ չէ, որ քաղաքական ոչինչ չունի ասելու, այդ բրոշկեն վերցրելա ձեռը Մագնիսը, ուզում եմ հարցնեմ Նիկոլ Փաշինյան, պետական բյուջեից ինչքան գումար եք դրել, կամ այդ որից ծախսնա, ով այրագրպանից դրել այդ 100-ավոր բրոշկեքը տպել ընկել եք Մեյդան։ Դա ինչ գումարով է, այդ բրոշկեքի փողը որտեղից։ Ինչ գումարով է։ Ես հույս ունեմ, որ պետք է կառավարությունը հրապարակի, թե որտեղից է այդ բրոշկեքի փողը։ Տեսնում ենք, չէ, օրական ինչքան բրոշկեկ են բանարվում, նվերի տեսքով տրվում։ Այս իշխանությունը տեսավ, որ քաղաքական ասելիք չունի, սոցիալական ասելիք չունի, որովհետև ընտրաթոշակը ավարտվելու է հունիսի 7-ին։ Ֆինանսների նախարարը հստակ ասեց, այդ փողի աղբյուրը չկա։ Վերցրեք նայեք կառավարության նիստը։ Այդ փողի աղբյուրը չկա։ Հիմա մի քիչ ընդից են քերում, մի քիչ ստից, մի քիչ ընդից, հունիսի 7-ից հետո կասեն չփայփայեցիք այդ թոշակը չկա։ Բայց գները բարձրացել է ու չի իջնելու։ Տնտեսական չկա, սոցիալական չկա, քաղաքական չկա, սկսել է երաշտական բանով ժողովրդին։ Հիմա գնալու է Գյումրի համերգ տա։ Կհիշեք, վաղար շաբաթում էր, չէ՞, Իվետ Ամուկուչյանը հավաքեցին, Իվետ Ամուկուչյանը երգեց, հետո Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ, ելույթ ունեցավ։ Հիմա մտածում է ըստ երևույթին, դե չի կարողանա, չէ, այդքան մարդ հավաքի։ Նույնիսկ իր այդ ԿՊ-ական падգամավորների ընտանիքի անդամները չեն գա իրենց հավաքին, մենք տեսնում ենք։ Մի հատ շրջիկ խումբ կա, հետները ամենտեղ տանում են։ Այդ մի տղամարդը Ավանեսյան ծաղիկ տալիս է, եկեղեցու վրա հարձակվում է, գնում է, այնտեղ խոսում է։ Այդ մի տղամարդը ամենտեղ կա, այն մի աղջիկը Երևանում լրագրող վրա հարձակվում էր, եկեղեցում հարձակվում էր, հիմա այն բանը պիրոգներ առած գնացել է, խաղաղության պիրոգները ձեռը գնացել է։ Այդ նույն մարդիկ են։ Չտարվեք, չխաբվեք, չմտածեք, որ այս իշխանության թիկունքում ժողովուրդը կանգնած է, բայց ես ուզում եմ ասել, սիրելի ժողովուրդ, որ հունիսի 7-ը շատ կարևոր է, որ մենք քայլ չենք անելու լինելու Ադրբեջանի մաս, քայլ չենք անելու լինելու Թուրքիայի մաս, որովհետև այս իշխանությունը մեզ այդ երկու ճանապարհն է թողել։
կամ Թուրքիա կամ Ադրբեջան։ Մենք պետք է թոթափենք, որովհետև տատիկ պապիկներ ջան, ձեր հոգուն ղուրբան, դուք չէ, որ պիտի այդ մի քանի ամսվա թոշակով ձեր թորներին, տղաներին, հարսներին կրակը գցեք։ Մի արեք նման բան։ Ուղակի մի արեք։ Սա համարեք ձեր աղջիկը, ձեր թորը, ձեզ խնդրում եմ, մի արեք նման բան։ Ասում եմ, իրենք այնտեղ աղբաման են դրել։ Այդտեղ դուք աղբ կունենաք այնտեղ նետելու, անպայման կնետեք այդ աղբը այնտեղ։ Ես ուզում եմ, որ հունիսի 7-ից հետո ունենանք անվտանգ սահման, հզոր բանակ եւ ոչ թե Ալեքսանդրոպոլի հակահայկական պայմանագիր։ Ես եմ շնորհակալ։